Ողջույն սիրելի վիդեո դիտողներ, ես Անի Մարտիրոսյանն եմ, Iris Business Incubator-ի ադմինիստրատիվ եւ ծրագրային հարցերով օգնականը։ Այս հոլովակի ընթացքում կխոսեմ ինձ եւ մեր թիմին հաճախ տրվող հարցերից։ Մեր նպատակն է ապահովել ձեր լիարժեք տեղեկացվածությունը նախքան ծրագրին դիմելը եւ ավելի լավ ուսումնասիրելու դեպքում դուք արդեն կարդարացնեք նաեւ ձեր սպասելիքները։ Անդրադառնանք մի քանի հարցերի։ Հարց համար առաջին. Ինչպես ծանոթանալ գործող եւ առաջիկա ծրագրերին։ Գործող եւ առաջիկա ծրագրերին կարող եք ծանոթանալ մեր կայքեջում եւ սոցցանցերի մեր հարթակներում։ Այս հարթակների միջոցով մենք տրամադրում ենք կանոնավոր թարմացումներ եւ տեղադրում ենք հայտադիմումը, որը որ բաց է լինում մոտ 1 ամիս։ Խնդրում ենք ուսումնասիրել հայտադիմումում նշված պայմանները, պահանջները, այնուհետեւ եթե համապատասխանում եք, արդեն կարող եք լրացնել մանրամասն եւ մենք կստանանք ձեր հայտը, կդիտարկենք նշված ժամանակահատվածում եւ էլեկտրոնային փոստի միջոցով կկապվենք ձեզ հետ։ Մեր ծրագրերն իրականացվում են տարբեր թիրախային խմբերի համար եւ կախված ծրագրից կարող է նաեւ թիրախային խումբը փոփոխվել։ Նշեմ, որ առանձին հայտեր չենք դիտարկում։ Հայտերն անպայման ընտրվում են ծրագրերի շրջանակներում։ Հարց համար 2. Ինչ է Iris Business Incubator-ի ակադեմիան եւ ինչ դասընթացներ են անցնում ակադեմիայի շրջանակներում։ Ինչպես գիտեք, Iris Business Incubator-ն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք աջակցում են փոքր ու միջին ձեռնարկություններին, տրամադրելով բիզնեսի զարգացման ամբողջական շղթա։ Այդ շղթայի ընթացքում մենք իրականացնում ենք ակադեմիական փուլ, որի ընթացքում մասնակիցներն անցնում են տարբեր թեմաներով դասընթացներ, օրինակ ֆինանսական, հաշվապահության, բիզնես գործառնության, իրավական եւ մարքեթինգի։ Բացի այս դասընթացներից, ակադեմիական փուլի ընթացքում մասնակիցները նաև ստանում են քոուչինգի եւ մենթորության աջակցություն։ Հավելեմ, որ մասնակիցն այս ամենից օգտվում է լիովին անվճար։ Կախված ծրագրից ակադեմիական դասընթացները կարող են փոփոխվել իր երկարատևության եւ հագեցվածության հետ կապված, տատանվելով 2-ից մինչև 4 ամիս։ Հարց համար 3. Որքան է ֆինանսավորման չափը եւ ինչպես է որոշվում մասնակիցը ինչքան ֆինանսավորում կստանա։ Այն որոշվում է այնպիսի գործոնների հիման վրա, ինչպիսին են մասնակցի բիզնես պլանը, ծրագրի պահանջները, ազդեցության ներուժը, դրամաշնորհների չափի վերաբերյալ մանրամասն ուղեցույցներ են տեղադրված հայտադիմումների սկզբնական դիմելու փուլում։ Ունեցել ենք դրամաշնորհային ծրագրեր 800,000 դրամից մինչև 5 միլիոն դրամի չափով։ Հարց համար 4. Ինչ է Iris Business Incubator-ի շրջանառու ֆոնդը եւ ովքեր կարող են օգտվել։ Դրամաշնորհից զատ Iris Business Incubator-ն իր ռեզիդենտներին հնարավորություն է տալիս օգտվել Iris Business Incubator-ի շրջանառու ֆոնդից։ Iris Business Incubator-ի շրջանառու ֆոնդը ֆինանսական ռեսուրս է, որի միջոցով ռեզիդենտը ցածր տոկոսադրույքով վարկ է ստանում մեր գործընկեր բանկից։ Ֆոնդը հասանելի է այն ռեզիդենտներին, ովքեր ցուցաբերում են աճ եւ կայունություն։ Կախված բիզնեսի գրանցման եւ գործունեության ժամանակաշրջանից փոխառության չափը կարող է տատանվել 7-ից 9%։ Հարց համար 5. Ինչպես է որոշվում ովքեր եւ քանի մասնակից կստանան ֆինանսավորում։ Ֆինանսավորվող մասնակիցների ընտրությունը որոշվում է այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են բիզնեսի նորարարությունը, մասնակցի փորձը տվյալ ոլորտում, ազդեցության ներուժը, գաղափարի իրագործելիությունը։ Փորձագետների խումբն ուսումնասիրում է մասնակցի բիզնես պլանները եւ դրա հիման վրա կազմակերպում է փիչինգներ, որի ընթացքում մասնակիցը ներկայացնում է ակադեմիական փուլի ընթացքում կազմած իր բիզնես պլանը եւ ներկայացնում է հանձնաժողովին։ Ֆինանսավորում ստացող մասնակիցների թիվը տատանվում է ըստ ծրագրի եւ առկա ռեսուրսների։ Սկսած 2019 թվականից մինչ օրս անցկացված 12 ծրագրերի շրջանակներում ունենք ավելի քան 360 ռեզիդենտ եւ նրանց թիվն օրեցօր ավելանում է։ Հարց համար 6. Եթե բիզնեսը չի հաջողվում, ինչ պարտավորություններ ունի ռեզիդենտը։ Ֆինանսավորման փուլ անցնելուց հետո մասնակցի հետ կնքվում է պայմանագիր, ըստ որի մասնակիցը ժամանակ առ ժամանակ պարտավորվում է ներկայացնել հաշվետվություն, ներկայացնում է նաև գնումների անդորագրերը, ինչպես նաև ծրագրային թիմի եւ փորձագետների կողմից իրականացվում է մոնիտորինգ եւ այցելում ենք ռեզիդենտին տեսնելու թե ինչպես է ընթանում բիզնեսի գործունեությունը։ Պայմանագրի կնքման պահից հետո դեռևս 4 ամիս մասնակիցը կարող է օգտվել մեր խորհրդատուների ծառայություններից, ինչպես նաև կարող է կապեր հաստատել եւ մեր համայնքի մյուս ավելի փորձառու ռեզիդենտներից ստանալ խորհրդատվություն։ Եթե բիզնեսը ձախողվում է, ռեզիդենտից սովորաբար չի պահանջվում վերադարձնել դրամաշնորհը, քանի որ դա չվերադարձվող ֆինանսավորում է։ Այնուամենայնիվ ակնկալում ենք, որ ռեզիդենտը ջանք չի խնայի հաջողության հասնելու համար։ Ցանկացած կոնկրետ պարտավորություն մանրամասն կներկայացվի պայմանագրում։ Շնորհակալ եմ շատ ձեր ուշադրության համար։ Հուսով եմ, որ այս հոլովակը ինֆորմատիվ էր եւ ձեզ օգտակար կլինի։ Եթե այնուամենայնիվ դեռևս ունեք հարցեր, մի հապաղեք կապվել մեզ հետ էլ փոստով, զանգով։ Միշտ սիրով պատրաստ ենք օգնել ձեզ։